Հանդիպոն Ասլանյանի հետ, պարոն Ասլանյան, մի քանի սցենարով է իշխանությունը քաղաքական պրոցեսների մեկնարկը տվել, մի կողմից նախընտրական, հետընտրական իրողություններն են, մյուս կողմից բռնոցիները եւ նաեւ տարբեր գործեր, հերթական գործի մասին այսօր տեղեկացանք ձեզ առնչվող մեկի մասին նախորդ շաբաթ էինք նույնն է, ուղղակի այսօր չգիտեմ ինչի համար, այս երկրորդն է գցելու այդ համադու ձայնով ինչ որ փոխանակ այդ ձայնը հաղթանակների բանի ժամանակ օգտագործեն, տենց շինծ ու մեղադրանքների ժամանակ են օգտագործում ու ասենք այն ձևի տերմիններով, որ չգիտեմ, քանի հեկտար հողից առանձնացվել է, այդ նույն հաջողությամբ կարային ասեին Վանաձոր համայնքի 3000 հեկտար հողից կամ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրից Ասլանյանը առանձնացրել է 3 հատ 20 քառակուսի մետր, թե դա ինչ ասելու բան է, բայց եթե պետք է օտարում արվի կամ վարձակալությամբ տրվի, բնականաբար պետք է առանձնացվի այդ հողամասը, որ հասցե տրվի, ու այն ձևի շեշտադրությամբ ներկայացած ինքս իմ մասին նոր որ այդ նյութը լսում է ինքս ահասարսուր այդ ձայնից մի ձև է ելնում, ինչևէ դա նորություն չի, դա խոսում է ցավալիորեն իմ գոլեգաների իրավաբանական համայնքի կողմից նման մեթոդներով քրեական իրավունքին վերաբերվելու ցածր որակի մասին, բնականաբար մնացածը արդեն դատարանում այս պահին ես ոչ գործի մանրամասներին եմ տիրապետում, ոչ էլ ցանկություն կա գործի մանրամասներին, փաստաբանները կզբաղվեն։ Ամեն դեպքում պարոն Ասլանյան, հասկանալի չէ, որ այս կերպ փորձում են իզոլացնել քաղաքական գործունեություն, ինչ որ առումով կշիռ ունեցող գործիչներին։ Կներեք Հայաստանի Հանրապետության վերջի տարիների համար դա սովորական նորմալ, արդեն ավանդույթ դարձած գործելակերպ է, այնպես որ ոչ զարմանալու, ոչ ինչ-որ ահաբեկվելու պատճառ առիթ չեմ տեսնում, պրոցեսներ են, հիմա կներեք, մենք այս երկրում ենք ապրում, այս երկրում այսօր այս բարքերն են տիրում, հետա։ Ես ընդդիմության անունից այս պահին լիազորված չեմ հայտարարություններ անելու, պայքարի տարբեր մեթոդներով, իրավական, քաղաքական, հասարակական ճնշման։ Ինչ եք մտածում, ինչ կորոշի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Վահագն Նարեկ Կարապետյանի, հաշվի առնելով, որ Վահագն Հովհաննիսյանն ասաց, որ օգոստոսի 2-ից նոր պատգամավորական մանդատ ուժի մեջ է մտնում, հիմա իրենք իրավասու են։ Որպես իրավաբան իմ սուբյեկտիվ գնահատմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս պահին նման լիազորություն չունի, մանդատների տրման մասին որոշումից արձանագրությունից հետո դա արդեն ապագա ազգային ժողովի որոշելիքն է եւ դատախազության որոշելիքը դիմելու թե չդիմելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջև մանդատների տալը այդ որոշումը այդ մասով կարծում եմ իր լիազորությունները ավարտված պիտի համարվեն։ Հիմա կարծում եք Նարեկ Կարապետյանի դեմ ներկայացված միջնորդությունը կհաստատի ԿԸՀ-ն։ Ես կարծում եմ, որ ԿԸՀ-ն այս պահին Նարեկ Կարապետյանի նկատմամբ մուտքագրված միջնորդությունը քննելու եւ որոշում կայացնելու լիազորություն չունի։ Ասլանյան, դեռևս պատգամավորական լիազորությունները չստանձնած արդեն իսկ սկսել են Ես քաղաքապետի լիազորություններն էլ չստանձնած էին սկսել 5 տարի էլ այդ նույն պայքարի մեջ եմ նոր բան չի։ Ընդդիմությունը նաև արդարացրեց իրենց մուտքը ազգային ժողովներանով, որ սահմանության փոփոխությունների հանրաքվեին կկարողանան խոչընդոտել, արդյոք սրա մեջ միտում չեք տեսնում։ Թողեք ես ընդհատեմ այդ պահից էլի, ընդդիմությունը արդարանալու, արդարացնելու որևէ խնդիր չպիտի ի սկզբանե ունենար։ Եվ այդ մանդատ վերցնել չվերցնելու այդ թնջուկը ի սկզբանե արեստատին թնջուկ էր, եթե մասնակցել ենք ընտրություններին կամ պիտի վերցնես մանդատը, քո պայքարը շարունակես մանդատը վերցրած, անկախ նրանից դու այս պահին ունես փողոց թե չունես, այլ տարբերակում դու պիտի ուղղակի վայր դնես բոլոր զենքերը եւ դուրս գաս քաղաքական ասպարեզից եւ ամեն քաղաքական ուժ իր պատասխանատվությամբ ինքն է որոշում իր անելիքները եւ իր պատասխանատվության չափով մասնակցում է այս կամ այն process-ին։ Դա կլինի մանդատ վերցնել, չվերցնել եւ դեռ մենք չգիտենք այն հորդորները, այն այսպես ասած պահանջները մանդատ չվերցնելու, եթե նույն քաղաքական այլ ուժերի կողմից այդ մանդատ վերցնել, չվերցնելու խնդիրը լինել, իրենք ինչպես կվերաբերվեն։ Հետեւաբար դրանք արեստացին
խնդիրներն, այս պահին որոշում կա վերցնել մանդատները, այս պահին որոշում կա առաջ գնալու եւ կտեսնենք մեր ստանձնած պարտավորությունների չափով որս ինչ կարողանանք անել։